Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ։ Այս հաղորդման շրջանակներում կանցնենք ձեր կողմից ներկայացված հարցերին։ Կարելի է արդյոք փոխառության պայմանագրում նախատեսել տոկոս։ Այո, հարգելի հայրենակիցներ, փոխառության պայմանագրով փոխատուն իրավունք ունի տոկոսներ ստանալ փոխառույց։ Տվյալ դեպքում փոխառության պայմանագրում պետք է հստակ սահմանվեն տոկոսների չափը եւ հաշվարկման կարգը։ Ընդ որում, տոկոսները չեն կարող գերազանցել կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափի կրկնապատիկը, այն է 24%։ Փոխառության պայմանագիրը ենթադրվում է անտոկոս, եթե այն կնքվում է քաղաքացիների միջև եւ չի գերազանցում 50,000 դրամը, ինչպես նաեւ կախված չէ կողմերից մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ եւ եթե փոխառության պայմանագրի շրջանակներում տրվել է ոչ թե դրամ, այլ տեսակային հատկանիշով որոշվող իր։ Արդյոք եթե անձը կատարել է հանցանք, ապա դա հիմք է նրան ծնողական իրավունքներից զրկելու համար։ Հարգելի հայրենակիցներ, ընտանեկան օրենսդրությամբ հստակ սահմանված են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում անձը կարող է զրկվել ծնողական իրավունքներից։ Դրանք են. եթե անձը 1 տարի շարունակ չարաշահում է իր ծնողական պարտականությունները, եթե կինը ծնողը հրաժարվում է երեխային վերցնել ծննդատնից կամ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող մարմնից, եթե ծնողները առանց հարգելի պատճառի 1 տարի շարունակ հրաժարվում է երեխաներին վերցնել դաստիարակչական կամ բնակչության սպասարկումն իրականացնող որևէ հիմնարկից, եթե ծնողը զբաղվում է քրոնիկ ալկոհոլությամբ, թմրամոլությամբ, թունամոլությամբ, ունի քրոնիկ հոգեկան հիվանդություն, որոնց ցանկը նախատեսված է կառավարության որոշմամբ, եթե ծնողը դաժանաբար է վարվում երեխայի հետ, երեխային ենթարկելով թե ֆիզիկական բռնության եւ թե հոգեբանական բռնության, ինչպես նաեւ ծնողը զրկվում է ծնողական իրավունքից, եթե կատարում է հանցանք երեխայի նկատմամբ։ Հետևաբար, եթե հանցագործությունը երեխայի նկատմամբ չէ, տվյալ դեպքում անձին ծնողական իրավունքներից չէ կարող զրկել։ Ընդ որում, ծնողական իրավունքներից զրկելու համար հայց դատարան կարող է ներկայացնել ծնողներից մեկը, խնամակալության կամ հոգաբարձության մարմինը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, ինչպես նաև այն կազմակերպությունը, որի վրա դրված է տվյալ պահին երեխայի իրավունքների պաշտպանությունը։ Իսկ ծնողին ծնողական իրավունքներից կարող է զրկել միայն դատարանը։ Իմ հայրը մահացել է։ Արդյոք ես կարող եմ ժառանգել նրա զենքերն ու շքանշանները։ Զենքերը, այո, մտնում են ժառանգության զանգվածի մեջ, հետևաբար հնարավոր է զենքերը ժառանգել։ Սակայն ժառանգությունից հետո անհրաժեշտ է ներկայանալ պետական լիազորված մարմին 1 ամսվա ընթացքում թույլտվություն ստանալու նպատակով։ Ինչ վերաբերում է շքանշաններին, պատվավոր կոչումներին, ապա դրանք ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում, հետևաբար դրանք չեք կարող ժառանգել։ Եթե ես 2024 թվականին չեմ աշխատել, արդյոք ունեմ պարտավորություն ներկայացնելու հայտարարագիր։ Հարգելի քաղաքացիներ, եթե դուք 2024 թվականին չեք աշխատել, քաղաքացիահիրավական ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա ծառայություններ չեք մատուցել, ապա ոչ, դուք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։ Եթե իմ աշխատավարձը չի գերազանցում 300,000 դրամը, արդյոք ես պետք է այն հայտարարագրեմ եւ ինչպես է հայտարարագրում արտացոլվում աշխատավարձը։ Հարգելի հայրենակիցներ, քանի որ աշխատավարձը հարկվող եկամուտ է, ապա անկախ աշխատավարձի չափից աշխատավարձը ենթակա է հայտարարագրման։ 300,000 ՀՀ դրամի շեմը վերաբերում է չհարկվող եկամուտներին։ Հետևաբար, եթե ձեր աշխատավարձը 50,000 դրամ է, 70,000 դրամ է, պայմանականորեն ցանկացած թիվ, որը պակաս է 300,000 դրամից եւ ավել, այն միևնույն է ենթակա է հայտարարագրման։ Իսկ ինչպես այն արտացոլվում։ Երբ դուք մտնեք պետական եկամուտների կոմիտեի համապատասխան կայքը եւ ներկայացնեք հայտարարագիր, առաջին բաժինը վերաբերում է աշխատավարձերին եւ ձեր աշխատավարձերը արտացոլվում են ինքնաշխատ եղանակով։ Եթե դուք համաձայն չեք ներկայացրած տեղեկատվության հետ, ապա այնտեղ կա համաձայն չեմ ներկայացրած տեղեկատվության հետ կոճակը, որին սեղմում եք եւ ներկայացնում իրական աշխատավարձը, եթե իհարկե այն տարբերվում է հայտարարագրում արտացոլվածից։ Արդյոք ամուսինները ամուսնական պայմանագրով կարող են որոշել, թե ամուսնալուծությունից հետո ինչպես է բաժանվելու գույքը։
Ամուսնական պայմանագիրը, ինչպես եւ ցանկացած պայմանագիր, համաձայնություն է ամուսինների միջև։ Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել թե ամուսնության պետական գրանցումից առաջ, թե ամուսնության պետական գրանցումից հետո։ Եթե ամուսնական պայմանագիրը կնքվել է ամուսնության պետական գրանցումից առաջ, ապա այն ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցման պահին։ Ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր եւ ենթակա է նոտարական վավերացման։ Ամուսնական պայմանագրում ցանկացած ժամանակ ամուսինները կարող են կատարել փոփոխություն, սակայն փոփոխությունները նույնպես պետք է լինեն գրավոր եւ պետք է վավերացվեն նոտարի կողմից։ Այո, հարգելի հայրենակիցներ, ամուսնական պայմանագրում ամուսինները կարող են որոշել, թե ամուսնալուծությունից հետո ով ինչ բաժին է ստանալու, թե ամուսնալուծությունից հետո ում մոտ է մնալու երեխաները եւ այլն։ Ընդ որում, ամուսնական պայմանագրի այս կամանկետը կարող է անվավեր ճանաչվել այն դեպքում, եթե ամուսիններից մեկի համար ծայրահեղ ծանր պայմաններ է ստեղծում։ Եթե նախկին ամուսինս չի աշխատում, ինչպես կարող է բռնականցվել ալիմենտ։ Հարգելի հայրենակիցներ, եթե ամուսնալուծության ժամանակ մյուս ծնողը, ումից որ պետք է բռնականցվի ալիմենտ, կանոնավոր եկամուտ չունի, ունի փոփոխվող եկամուտ կամ ընդհանրապես եկամուտ չունի, ապա դատարանի կողմից ալիմենտը սահմանվում է կայուն դրամական գումարով, որոշակի արտահայտությամբ, եւ այդ կայուն դրամական գումարը սահմանելիս դատարանը ելնում է երեխայի նախկին կենսամակարդակի ապահովման առավելագույն հնարավորությունից։ Ներկայացրեք, խնդրեմ, գնելու նախապատվության իրավունքը։ Գնելու նախապատվության իրավունքի ժամանակ, եթե մենք գործ ունենք ընդհանուր սեփականության հետ, ապա ընդհանուր սեփականության մասնակիցը իր բաժինը վաճառելիս պարտավոր է այդ մասին տեղյակ պահել եւ գրավոր ծանուցել սեփականության մյուս մասնակիցներին, ովքեր ունեն գնելու նախապատվության իրավունք։ Եթե ընդհանուր սեփականության մյուս մասնակիցները անշարժ գույքի վաճառքի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո 1 ամսվա, իսկ շարժական գույքի վաճառքի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում այն ձեռք չեն բերում, ապա զրկվում են գնելու նախապատվության իրավունքից, եւ ընդհանուր սեփականության մասնակիցը իրավունք ունի ազատորեն այդ գույքը վաճառել երրորդ անձի։ Ես 10 տարի բարեխիղճ տիրապետում եմ ինքնակամ կառույցը։ Արդյոք կարող եմ դիմել դատարան սեփականության իրավունքը ձեռք բերելու համար։ Տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ըստ Քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի ձեռք է բերվում ձեռքբերման վաղեմության ուժով։ Սակայն ձեռքբերման վաղեմությունը չի տարածվում ինքնակամ կառույցների նկատմամբ։ Անգամ եթե դուք 10 տարի անընդմեջ բացահայտ բարեխիղճ տիրապետել եք ինքնակամ կառույցը, ապա չեք կարող միևնույն է դիմել դատարան սեփականության իրավունք ձեռք բերելու համար, որովհետև ինքնակամ կառույցների նկատմամբ այս նորմը չի գործում։ Այսօրվա համար այսքանը, սիրելի հայրենակիցներ, լավ մնացեք, խաղաղություն բոլորիս։